Ես էլ չեմ ծարավում, վերջին վիդեոից հետո ջրի մասին նման մեկնաբանություններ շատ եմ արձագանքներ ունեցել, եկեք իրար հետ տեսնենք, որոնք են պատճառները, որ մարդը կարող է չզգալ ջրի պահանջ։ Ստրեսը, քրոնիկ հոգնածությունը, հորմոնալ խանգարումները կարող են լրացնել ծարավի զգացողությունը, որը կառավարվում է գլխուղեղի կողմից, եւ շատ դեպքերում, օրինակ, մարդիկ ծարավի զգացողությունը շփոթում են սովի զգացողության հետ եւ փոխանակ ջուր խմեն, ուտում են։ Ծարավի զգացողությունը կարող է նվազեցնել օրինակ սննդակարգի մեջ էլեկտրոլիտների, կոնկրետ նատրիումի պակասը, կան մարդիկ, որ ընդհանրապես հանում են իրենց սննդակարգից աղը, ինչը ճիշտ չի եւ դա էլ կարող է պատճառ լինի, որ մարդը չզգա ջրի պահանջ։ Ջուր խմելու սովորությունը, եթե դուք երկար ժամանակ չունեք այդ սովորությունը ջուր խմել, օրգանիզմը լրացնում է այդ ծարավի ազդանշանները։ Իհարկե, որոշ հիվանդություններ կամ դեղորայքի ընդունում կարող է պատճառ դառնալ, որ չեք զգում ծարավ, օրինակ միզամուղ կամ հորմոնալ դեղ։ Եվ տարիքի հետ հաճախ ծարավի զգացողությունը ֆիզիոլոգիապես թուլանում է, եւ եթե չկա սովորություն ջուր խմելու, դա առավել եւս արդեն արտահայտվում է տարիքի հետ։ Ծարավ չզգալը չի նշանակում, որ օրգանիզմը չունի ջրի կարիք։ Ջրի պակասը կարող է ազդել մաշկի, հոդերի, շնչառության, նյութափոխանակության, մարսողության, գլխուղեղի աշխատանքի եւ ընդհանուր ամբողջ օրգանիզմի առողջության վրա։ Եվ ինչ անել, եթե դուք չեք զգում ծարավ, բայց հասկանում եք, որ ջուրը ձեզ անհրաժեշտ է եւ չեք կարողանում խմել։ Սկսել փոքր քայլերից։ Օրը սկսել 1 բաժակ գոլ ջրով։ Չմոռանալ ուտելուց կես ժամ 20 րոպե առաջ եւս խմել 1 բաժակ ջուր եւ ընդհանրապես ունենալ սովորություն, որ ջուրը լինի ձեր կողքին, ձեր աշխատասեղանին կամ ձեր պայուսակի մեջ։ Այդ դեպքում դուք հնարավորինս չեք մոռանա ջուր խմել եւ ընդհանրապես պետքա ջուրը սիրել, հասկանալ նա ձեզ ինչի է անհրաժեշտ, ինչ ֆունկցիա է կատարում եւ սկսել ընդամենը խմել։ Ամենակարևորը նաեւ չմոռանալ, թե անձամբ ձեր օրգանիզմին, ձեր տարիքի, հասակի եւ քաշի ու առողջական խնդիրների դեպքում որն է ձեր նորման ջրի, որպեսզի ոչ ավել խմեք նորմայից, ոչ էլ պակաս։ Դա շատ կարևոր է։